Armlife լրատվական կայքի հարգելի հետևորդներ, ես այս պահին զրուցում եմ պատմաբան Անահիտ Հակոբյանի հետ, ողջույն տիկին Անահիտ, տեսեք այս տարիների ընթացքում, ինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է սահմանազատման գործընթաց, խաղաղություն է, քարտեզներ են գծում, իրենց կրծքին ամրացնում, խոսում է, որ այդ ամենը արվում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, շատերը չգիտեն, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում Ալմա-Աթայի հռչակագիրը, ես կխնդրեմ ձեզ ներկայացնել Ալմա-Աթայի հռչակագրի բուն հենակետերը, որտեղ է այդ հռչակագրով Հայաստանի շահը, որտեղ է Ադրբեջանի շահը այս գործընթացներում եւ որտեղ են բախվում ու համընկնում Հայաստանի ու Ադրբեջանի շահերը։ Շնորհակալություն, նախ ինձ համար բավական զարմանալի է, թե ինչու նույնիսկ մի քանի տարի առաջ 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյան, Ալիև եւ Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ են մնում Ալմա-Աթայի հռչակագրով իրենց տարածքային իբրև ամբողջականությանը 29.800 էր նշված Հայաստանինը, Ադրբեջանինը 86.600 քառակուսի կիլոմետր տարածք, ինձ համար որպես պատմաբան մի քիչ հետո պակասեց, բայց այնուամենայնիվ այդուհանդերձ ինձ համար մի քիչ անհասկանալի է, թե որ տարածքային ամբողջականությանն են նրանք հավատարմություն պահպանում եւ ինչու Ադրբեջանը ինչ խոսք կարող է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման մասին, եթե բոլորս գիտենք, որ 1991 թվականը սա Խորհրդային Միության փլուզման ժամանակահատվածն է, ամենածանր ժամանակահատվածը Խորհրդային Միության համար, երբ կանգնած էր փլուզման առաջ, երբ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկի մոտակայքի Բելովեժյան Թավուտում 3 սլավոնական պետությունների նախագահներ ստորագրեցին անկախ պետությունների համաձայնագիր անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին պայմանագիր, համաձայնագիր Ելցին, Կրավչուկ, Շուշկևիչ եւ Ալմա-Աթայում դեկտեմբերի 21-ին 10+1 հանրապետություններ եւս ստորագրեցին Ալմա-Աթայի հռչակագիրը, բայց իզարմանս դրա, որ Ադրբեջանի նախագահ Մութալիբովը, ով առանց Ադրբեջանի խորհրդարանի համաձայնության, որը դեմ էր, որ Ադրբեջանը ստորագրի, բայց ինքը ստորագրեց այդ համաձայնագիրը, բայց այն չվավերականացվեց, այսինքն Ադրբեջանի խորհրդարանը այն չհաստատեց, բայց ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց այդ Հայաստանի ստորագրած այդ համաձայնագիրը, հետևաբար ԱՊՀ կանոնադրության համաձայն այդ տարածքային ամբողջականության, որ մեկը պարտավորում է հարգել մյուսի այդ անկախ պետությունների համագործակցության մեջ մտնող երկրի տարածքային ամբողջականությունը, դա չի վերաբերվում Ադրբեջանին, որտեղ Ադրբեջանը ԱՊՀ անդամ դառել է ընդամենը 1993 թվականի սեպտեմբերի 24-ին, այն բանից հետո, երբ սեպտեմբերի 20-ին այն էլ նոր նախագահ Հեյդար Ալիևը որոշում է կայացրել, որ խորհրդարանը պիտի հաստատի այդ Մութալիբովի ստորագրած արձանագրությունը, բայց մեկը մյուսի հետ արդեն կապ չուներ, որովհետև եթե այդ պետությունը հետո է միանում անկախ պետությունների համագործակցությունը ըստ իրենց կանոնադրական դրույթների, ապա նրանք միանում են այն պետությունները, ովքեր հարգում են, ընդունում են կանոնադրությամբ սահմանված սկզբունքներն ու դրույթները։ Հետևաբար ի սկզբանե, քանի որ Ադրբեջանի խորհրդարանը չի հաստատել, հետևաբար այն չի վերաբերվում նաև տարածքային այդ ամբողջականությանը, նաև Ադրբեջանի առումով, ու երբևիցե Հայաստանը Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում, ավելին 1991 թվականի դեկտեմբերի 26-ին, երբ Արցախում բարդ իրավիճակ էր, կրակոցներ էր, այդ ժամանակ ալազաններն էին արձակվում Արցախում, Ստեփանակերտի վրա հատկապես, այդ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է կայացրել, դիմել է ԱՊՀ-ին, օգնության
խնդրանքով Արցախում, որ կրակոցներ են հնչում, ու ավելին, ԱՊՀ կանոնադրության համաձայն ինքնավար միավորումները, որոնք մտել էին Խորհրդային Միության կազմի մեջ, իրավունք ունեին եւս անդամակցել ԱՊՀ-ին եւ նաև դա պիտի կատարվեր եւ հանրաքվեի եւ դիմումի միջոցով հանրաքվե Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման մասին իրականացվել էր դեկտեմբերի 10-ին 1991 թվականին մինչ այդ իսկ դիմումն էլ հղվել էր ու ավելին Հայաստանն էլ է դիմել ու Հայաստանն էլ վերցրել է պարտավորություն դրա մասին է վկայում հենց 1992 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ընդունած որոշումը, ինչպես նաև 1995 թվականի սահմանադրությունը, ինչպես նաև 1992 թվականի Գերագույն խորհրդի հուլիսի 8-ի որոշումը, որոնք փաստարկում են, որ Հայաստանը ընդունել է իր պարտավորությունը Լեռնային Ղարաբաղի տարածքների հանդեպ։ Ու այստեղ չկա Ադրբեջանի կամ Արցախ-Ադրբեջանի կազմում ճանաչելու կամ էլ Ադրբեջանին պատկանելիության մասին որևէ խոսակցություն չկա։ Եվ այն շրջադարձային իրողությունները, որ տեղի են ունեցել 2020 թվականից հետո այս պատերազմների միջոցով, որոնք բարդվել են արցախցիների վզին, ես չգիտեմ սրանց հիմքերը որտեղից են գալիս, պատմականորեն այն չկա։ Եվ ավելին մենք բոլորս գիտենք, որ 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի համաձայն Լեռնային Ղարաբաղը մյուս ինքնավար միավորների նման իրավունք ուներ իրեն հռչակելու անկախ, ինչպես եւ դա իրականացվեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, լինելով առանձին անկախ միավոր հռչակեց իր անկախությունը։ Քանզի միջ այդ էլ Ադրբեջանը 1991 թվականի օգոստոսի 30-ին իրեն հռչակել էր մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդ առանց Արցախ երինքա անկախացել, Արցախը դրանից հետո անկախացավ։ Մենք մոռանում ենք այդ հանգամանքները։ Եվ ուղղակի զարմանալի է, աբսուրդ է 2023 թվականին ասել ու այսօր նաև 26 թվականին հղում անել Ալմա-Աթայի հռչակագրին։ Սա աբսուրդ իրավիճակ է, շատ կներեք, ես որպես պատմաբան չեմ ընդունում, կան բոլոր հիմքերը, բոլոր փաստարկները, որ երբևիցե Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում, եթե պարտադրվել է 1921 թվականի հուլիսի 5-ին հաշվի առնելով տնտեսական կապը, ուղղակի տնտեսական կապը եւ հաշվի առնելով Նարիմանովի սպառնալիքները, որոշում կայացնել առանց Կենտկոմում քննարկելու Ղարաբաղի հարցը, Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում, դա չի նշանակում, որ Արցախը դա ադրբեջանական տարածք է։ Տիկին Անահիտ, հիմա որն է մեր շահը, օրինակ մեր պետության, որ Նիկոլ Փաշինյանը որոշեց առաջնորդվել Ալմաթայի հռչակագրով։ Ճիշտ ասած, ես չեմ կարող ասել որն է շահը, բայց ես այստեղ ուղղակի հակաարցախյան տրամադրվածություն եմ տեսնում։ Արցախը